Ողջույն 24-ի եթերում հետագիծն է, ես Նարեկ Գալստյանը։ 3 անցած կիրակի Հովանավանքում տեղի ունեցավ Ստեփան Ասատրյանի նույն ինքը կարգալույց նախկինում Տեր Արամի կողմից պատարակ, որին պատարակը երևի թե ճակերտների մեջ վերցնենք, որին մասնակցում էր, եթե չասեմ առաջնորդում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՔՊ-ական ռեսուրսը, նախարարներ, մարզպետներ, դպրոցի տնօրեն, հեծի նորանշանակ պաշտոնյաներ եւ այլն։ Ու այդ ընթացքում, երբ որ լրատվամիջոցները, լրագրողները լուսաբանում էին տեղի ունեցող այսպես կոչված պատարակը, բերանը փակելով եկեղեցուց դուրս հանեցին մի քաղաքացու։ Ընդ որում այդ նկարները, թե ինչպես են Հայաստանում ժողովրդավարական բաստիոնում փակում մարդու բերանները, վիրուսային դարձան ու տարածվեցին ամբողջ համացանցում։ Դուք հիմա նաև մեր էկրաններին տեսնում եք հենց այդ նկարը։ Այսօր ես իմ տաղավարում հյուրընկալել եմ հենց այն քաղաքացուն, ում բերանը փակեցին այդ այսպես կոչված պատարակի ժամանակ։ Իմ հյուրն է քաղաքացի Հայկ Դորունցը, Հայկ ողջունում եմ։ Ողջույն։ Շնորհակալ եմ շատ հրավերս ընդունելու համար։ Ինչ էր երեք, ինչ ուզեցիր անել եւ ինչ ստացար արդյունքում։ Դե ինչ ուզում էի անել, չստացա, ճիշտն ասած, ինչ ստացվավ արդյունքում, տեսակետը հայտնեցի հնարավորության սահմաններում, որ նա իրավունք չունի տեղ պատարակ մատուցի, ես դրա հետ հաշ չեմ։ Ինչ ուզում անել, ասում ես, ինչ ուզում էի անել, չստացվեց արդյունքում։ Ուզում էի թույլ չտալ բարձրանախորան։ Խոսքը Ստեփան Ասատրյանի մասին է։ Հետո ինչ եղավ, ուզում եմ մի քիչ մանրամասն նկարագրես։ Հասատեղ արդեն զգացի անվտանգության աշխատակիցները, այդքան մարդը հասկացա, որ չեմ կարողանալու առաջանալ, որոշեցի այդ ձևով վանկարկել գոռաց։ Եվ այդ բան ուրիշ բան չել կարող անել, ըստ իրավիճակի։ Եվ դե եւ որ սկզբից մի քիչ զարմանալի հայացքներ, այսով աստեղ հայտնվել։ Чужой среди. Ու հետո տենց ոնց որ միանգամից դուրս հրավիրեցին։ Դու մեղմես ձևակերպում դուրս հրավիրել Անմիջապես փակեցին բերանը, հա։ Միանգամից ինչքան հասկանալի է ՊՊՑ աշխատակիցներ էին։ Հա, ասում են, ես չեմ ճանաչում դեմքով, ասում են ՊՊՑ աշխատակիցներ են։ Այսինքն թույլ չէին տալիս վանկարկելու, խոսք ասելու։ Դե բերանը փակեցին հենց սկզբից, մի անգամ չթողեցի, էլ չկարողացա պահել։ Ու դուրս հրավիրեցին։ Նու հրավիրեցին։ Հրավիրել այսպես հարաբերականը։ Հետո ինչ եղի ունեցա, որտեղ դրանից հետո տես խոսում էին էլ բերման են ենթարկել, չգիտեմ ինչ որ դե որտեղ սկզբից քեզ չէին ճանաչում մարդիկ, հաշվի առնելով են հանգամանքը, որ այսպես հանրային գործունեությունը նոր է սկսել, հա, հարաբերականորեն մարդիկ չէին ճանաչում, անգամ լրատվամիջոցների մեջ կային ու ուղղակի քաղաքացի էին գրում, ինչ ուզում մի քիչ մանրամասնես, ինչ տեղ ունեցավ։ Ընդամենը դուրս հրավիրեցին ու էլ թույլ չտվեցին հետ կամ եկեղեցի, ասենց ասեմ, տարան հեռու եկեղեցուց։ Իրանց տրամաբանության, որ կոնֆլիկտ չլինի, իմաստ չունի, կոնֆլիկտ է ստանում, այսին։ Իհարկե ավելի տհաճ էր այդ միջավայրը, երբ որ դուրս հանելու ընթացքում քաղաքացիների կողմից էին վանկարկումներ հնչում, բայց դե հուսով եմ պատասխանը ստացել են։ Փաշինյանամերձ, հա։ Դե հա, հավանաբար էլի տենց, որովհետև հակառակ պարագայում տենց արձագանք չէր լինի։ Ես տեսա, որ անգամ մեկը կար, որ կարծում քաղաքապետարանի հողակում էր աշխատում, բավական ակտիվ էր երեք այնտեղ, ՀՊԱ-մերձ շրջանակներից, այդպես հետևից հրում էր քեզ Հայաստանում։ Հա, չեմ էլ զգացել, դե խառն էր մի քիչ, բայց դե վանկարկումները տաճ են, ես էլ իմ չափով, իմ ձևով պատասխանում եմ, էլի։ Լավ, ինչի որոշեցիր, հայ գնալ։ Տես, աղմուկը շատ մեծ էր, բոլորը այսպես ոչ Փաշինյանական դաշտ դատապարտում էր սա, որը մեծ հաշվով փաստացի եկբառակություն է մտցնում հայ առաքելական եկեղեցու շարքերում, նաև հոգևոր առումով հոգևոր հայրերը բազմաթիվ վկայություններ էին մեջ բերում, թե սա ինչ անասելի հետևանքներ կարող է նաև հոգևոր առումով ունենալ, բայց ես հիմա իհարկե այսպես չեմ ուզում քեզ գովել, բայց դու միակն էիր, որ որոշեցիր ինչ-որ քայլ անել, ինչի որոշեցիր, ինչի օրինակ, չգիտեմ, համացանցում ուղղակի չնստեցիր, ինչ-որ բան չգրեցիր, ինչպես մենք բոլորս։ Դե համացանցում եղածը համացանցում էլ մնում է, ոչ մի հետևանք չի ունենում, հիմա ես չգիտեմ, էսի հետևանք ունենա թե չէ, բայց ինչ է տալի համացանցը։ Ես մեկ կատակով ասում եմ, որ 88 թվականին համացանցը լիներ, Facebook-ն ու YouTube-ը լիներ, կարող է շարժումն էլ չլիներ։ Հիմա, ասենք, գրառումն արեցի, ինչ է տալիս դա։ Հիմա ասենց էլի որոշակի կարծիքս տեղ հասավ։
Տեղ ասավ նաև այն մարդկանց, ովքեր որ օրինակ նույն ազատության հրապարակում դրանից մի օր առաջ ասում են գնալու ես Էջմիածին։ Հիմա Էջմիածին ասելու ինչ նկատի ունեին։ Վեհապարի պատարագին։ Ասենք հա ունեն հարգանքով, բայց վեհապարին ինչ օգուտ է տալի Էջմիածնում պատարագ գնալը շատ մարդկանց համար, ովքեր որ կարող են օրինակ գնալ այնտեղ բախումներից են խուսափում։ Ներողություն, հիմա նույն հաջողության ոստիկանից ասում է այդքան մարդ այնտեղ դու քո կարծիքն ես հարտահայտում, ասում եմ, բայց իմ համար ի՞նչ տարբերություն, ինչքան մարդ կա այդտեղ, եթե ես ունեմ կարծիք։ Ասենք, ինչքան մարդ ուզում է լինի։ Թե ես գտնում եմ, որ պիտի կարծիքս արտահայտեմ, արտահայտում եմ։ Հիմա երբ որ խոսք գնում այն մարդկանց մասին, ովքեր որ, չգիտեմ, հարկ չեն համարել գան, իրանց գործն է, ոնց որ ես արել եմ այն, ինչը որ ճիշտ եմ համարել։ Կարող է ուրիշ բան ճիշտ համարեի, ուրիշ բան անեի։ Հիմա ով ինչ ճիշտ է համարում այդ անում։ Հիմա ես կարող եմ ինչ-որ մեկի ցույցին չգնամ, որտեվ ճիշտ չհամարեմ դա, ինչ-որ մեկի ցույցին գնամ, ճիշտ համարեմ։ Դա էլ ելնելով իմ սկզբունքներից կամ իմ մոտեցումներից տարբեր հարցերի։ Իմ մոտեցումը էս էր։ Յուրաքանչյուրի մոտեցումը ինքը գիտի։ Իսկ ինչ ես կարծում իշխանությունը երեք էս միջոցառումով բերանս չի պետք պատարակ հասել։ Այս միջոցառումով ինչ որ բանի հասավ թե չէ։ Քաղաքական ակցիա ընդամենը։ Ինքը շատ համառ մարդ է, ու ինքը շարունակելու այնքան, ինչքան որ կարա, առավել եւս, եթե կարողանա հաջողության հասնել։ Բոլոր մարդիկ թող ովքեր քննադատապար են մոտենում իր գործունեությանը կամ գտնում են, որ ինքը մեզ տանում է կործանում, թող միշտ հիշեն դա, որ ինքը շատ համառ ու ես իրան բացարձակ տգետ չեմ համարում, առավել եւ կամ առնվազն իրան խորհուրդ տվողներին տգետ չեմ համարում ու իրան էլ չեմ անգամ այդ տեսանկյունից ելնելով իրան էլ տգետ չեմ համարում, որտեվ իրան խորհուրդ տվողները վստահաբար այնտեղ մի հիմարի չէին նշանակի։ Ու որ ասում է ու յուրաքանչյուրը թող ինքը դրա մասին մտածի, հետևություն անի։ Ես յուրաքանչյուրին հասնելը հետևություն անելը կհասնենք այդ թեմայով խոսել։ Դες օրինակ ես իմ սպասելիքները ասամ ակնկալիքները ակնհայտ էր այնտեղ, որ պաշտոնյական այսպես քրեաիրավական գնահատական տալու իրավունքը իմը չի, բայց քաղաքական համոզմունքս կամ քաղաքացիական համոզմունքս այն էր, որ այնտեղ բերված մարդիկ կային վարչական ռեսուրսով, որովհետև համայնքապետեր եմ տեսել, մարզպետ եմ տեսել, դպրոցի տնօրեն եմ տեսել, հեծի նորանշանակ էս հեծի վերջին իրադարձությունից պատասխանատու եմ տեսել, բայց դրա հետ միասին ամբողջությամբ եղած մարդկանց քանակը լավագույն պարագայում 1500-ից 2000 հոգի էր։ Արդյոք երեկվա այս հավաքի, այսպես ասեմ, սակավամարդությունը ցույց չտվեց, որ մեր ժողովուրդը իր մեծամասնության մեջ մերժում է եկեղեցու պարակման այս օրակարգը։ Ես ինձ ուղիղ չպատասխանում եմ Նարեկ ջան, այսօրվա իմ համոզմամբ այսօրվա ժողովրդի մեծամասնությունը կողմ չի էս իշխանությունը, առնվազն կողմ չի, եթե չասենք դեմա ուզում է հեռանա եւ այլն եւ այլն։ Ես էլ չասեմ այն բարձրակոչ խոսքերը, չգիտեմ, մի քանի հարկանի, որ անընդհատ ես լսում եմ։ Բայց ի՞նչ է դա տալի։ Այն էլեկտորատը, որ ընդեղ էր, ինքը ակտիվ էլեկտորատ է։ Իսկ այն էլեկտորատը, որ ընդդիմությանն ինքը ակտիվ է, ակտիվությունը իր հավաքականության մեջ հասկանանք, ինչ կարանք հասկանանք ակտիվի տակ։ Որ գնա վաղ ընտրությունների ու քվեարկի Դա ակտիվ է։ Մեկ պարամետրից մեկը ինչ որ։ Ուրիշ պարամետր կա։ Հանրահավաքին ամենտեղ իր կարծիքը հայտնի։ Ուրեմն ազգային ժողովի դիմաց այդ impeachment-ի գործընթացի հետ կապված ես իմ վահանակներով այնտեղ գնացել է առաջարկի տարբերակ որպես մի տատի էր, տարեցքիններ ինձ ասաց դե այսքան մարդ գնացել է 400,000 մարդ գնացել է անդիմությանն ընտրել է դու եկել ես հիմա իրանց ասում ես որ իրանք սխալ են դու ճիշտ ես իմ մոտ մի հատ հարց առաջացավ ես բարձրացա իսկ է 400,000 մարդը իր քվեի հետևից գնացել է նկատի ունես հանրահավաքների ակցիաների միջոցով հանրահավաքների ակցիաների ակտիվ շարժի հիմա տարբեր բաներով ինչ անում եմ տվյալներով միջև 50-60,000 մարդ սրբազան շարժման ժամանակ ազատության հրապարակում մայիսի 9-ին չէ թե չհասկանում հանրապետության հրապարակում մայիսի 9-ին քան մարդ էր հավաքված հաջորդ օրը ինչքան մարդ էր փողոցում դրա առնվազն կեսը չէ կեսը չի եղել շատ ավելի քիչ է եղել Չէ դա չեմ վիճակում, կեսը արդեն վատ էր, հա, ուր էին այդ մարդիկ։ Հիմա ես էլ ասենք օրինակ միջև սրբազան շարժման ոչ մի շարժման չէի մասնակցում, էլի ելնելով որոշ իմ համոզմունքներից։ Կարամ ասեմ ավելի, միջև 20 թվականը որոշակի տեսակետներ արդեն սկսելով արտահայտել հանդերձ,
ես ինձ համարում եմ չքաղաքականացված մարդ, այն միջին վիճակագրական քաղաքացին, ինչը որ այսօր կա։ Այլ կերպ ասեմ, մի օր տես կատակով ասում ես Նիկոլական էի, միջև Նիկոլի գալը։ Հա։ Հիմա այդ ուղղությամբ աշխատում են մարդիկ։ Մի քիչ sense դասվող թեմայից մի քիչ շեղվեցին, բայց հիմա ընդդիմության այդ ակտիվ զանգվածին իրանք կարողանում են գեներացնել հիմա այդտեղ չգիտեմ 2-3 հազար հոգի կարևոր չի, բայց այդ 1000 հոգին ակտիվ է, կռիվ տվող է։ Կռիվ տվող չեմ ասում։ 1000 հոգի ասելով իշխանության հավաքած։ Հա, իսկ իշխանության հավաքած մարդ, այնտեղ շատերն էլ կան, էլի այդ ճակերտավոր ասած էլի կռիվ տվող ոչ թե ֆիզիկապես։ Շատերն էլ կան, որ ուղղակի այդտեղ ներկա չեն եղել։ Իսկ ընդդիմության ակտիվը կռիվ տվողը ես չգիտեմ, չեմ տեսնում դա, կամ շատ քիչ է, կամ ես եմ կույր։ Իսկ միգուցե երեկվա նախ ֆիքսենք, որ այս ակցիան շարունակվելու, այսինքն Նիկոլ Փաշինյանը չի հանգստանալու, հաջորդ կիրակի էլ է գնալու Հովանավանք, մյուս կիրակի էլ, այնքան մինչև ինքը երևի իր ցանկալի արդյունքը ստանա, բանով, այսպես իր աջակիցների համախմբման տրամաբանության մեջ։ Միգուցե հիմա սխալների ուղում կատարեն այս շաբաթ, չգիտեմ, այլև ուրիշ ձև աշխատեն, դա հարցի մյուս կողմն է։ Բայց դրա հետ միասին ֆիքսենք, որ երեկվա ակցիան օրինակ իմ մոտ տպավորություն ստեղծեց, քննարկենք, հա, որ ժողովուրդը դեմ է իր մեծամասնությամբ եկեղեցին պառակտելու գործին, բայց այդ պրոտեստը արտահայտվում է ընդհանրապես Նիկոլ Փաշինյանի ակցիաներին չգնալով, այլ ոչ թե արտահայտվում է պայմանական ընդդիմության ակցիաներին գնալով, այսինքն նաև այդ անտագոնիստական վերաբերմունքը ընդդիմության նկատմամբ կա, այստեղ ընդդիմության ղեկավարության, ընդ որում տարբեր մեկի մյուսի հետ կապ չունեցող ընդդիմության, հա, իրանք մի գլուխ չի, բազմաթիվ գլուխներ են, իրենց գործողությունները կարծես թե չեն կարողանում մարդկանց սրտերը շահել ու գրավել եւ հասարակությունը իր մեծ մասով ուղակի այսպես ճակերտներով հրաժարական է տվել։ Մի քիչ հեշտ է այդպես խոսալը, որտեղ տես դու ասեցիր ընդհանրապես Փաշինյանի հանրահավաքներին չգնալով են, չէ՞, իրենց ընդդիմությունը արտահայտում։ Ես կասեմ մի քիչ ավելի ընդհանուր խոհանոցում խոսելով։ Այդպես ապահով է, որ դու կարիք չունես պատասխանատվություն դրես։ Դե հիմա կյանք ցտել որ խոհանոցում խոսելն էլ այդքան ապահով չի։ Չէ, ապահով է, ով որ ում համար որ ապահով չի, ինքը արդեն առնվազն էս բայից զգուշ ավելի, այն մնացածի համար ապահով է։ Պատասխանատվություն կրելու բացարձակ խնդիր չունի։ Այդ նույն հանրահավաքներին գալը։ Ինչ է Իրանից ներկայացնում հանրահավաքին գալը։ Գալ 2 ժամ կանգնել, ես առնվազն ինչքան որ հասցել եմ հետևել այդ հանրահավաքին ներկա գտնվել, ընդդիմության հանրահավաքներին ասենք։ Առհասարակ, բայց մասնավորապես ընդդիմության հանրահավաքների ժամանակ ինչ է լինում։ Հավաքվում են մարդիկ, շատ քիչ կարևոր չի։ Մոտ մի 2 ժամ կանգնած զրուցում են ինչ-որ միջավայրում ու բացարձակ չեն լսում այնտեղ ինչ է խոսվում։ Դա էլ այլ հարց է, ինչի չեն լսում, այնտեղ խոսացողները արդեն եկողներն արդեն գիտեն ինչ են ասելու, դրա համար չեն լսում։ Գալի հին ծանոթներին են տենում ինչ-որ նոր ծանոթներ են ձեռք բերում, 2 ժամ հետո գնում են, որ հանրահավաքը ստացված է։ Էլ չասեմ, որ շատ-շատերը ուղակի հնարավոր է մեկի համար է գալիս, ինչ գաղափար կա այդ հանրահավաքների մեջ։ Ընդդիմությունը ինչ է տալիս, Նիկոլ Փաշինյանի հանրահավաքների եկողները գալիս են իրան լսեն։ Ինքը իր հետևորդներին տվել է մի բան, որ իրանք գալիս են դրա համար։ Ինչ է տվել։ Իր հետևորդներին ինչ է տվել, ասում է ես ձեզ տալիս եմ խաղաղություն։ Հիմա ամեն մարդ այդ խաղաղությունը մի ձև է հասկանում։ Իր խաղաղության տարբերակին համաձայն մարդիկ գալիս են լսեն իրեն։ Օրինակ դու ինչ ես հասկանում, որ ասում ես ես տալիս եմ խաղաղություն։ Իր ասածը։ Հալու հնազանդություն։ Ոչ ես չեմ տեսնում։ Ում Ադրբեջանի։ Կներես, ես համարում եմ Ադրբեջանին, կարանք նաև խոսենք Թուրքիայի մասին, բայց իմ համար բացարձակ կարևոր չի այդ խաղաղությունը, հլու հնազանդությունը ում արտաքին աշխարհում։ Որևէ պարագայում, եթե դու գիտակցում ես, որ դու թույլ երկիր ես, դու առնվազն պետք է որոշակի լոյալություն ունենաս արտաքին ինչ-որ ուժի։ Բայց այդտեղ հարցը ինչու՞մն է կանում։ Դու ունես ներքին իմունիտետ որպես պետություն դիմագրավելու այդ արտաքին ուժին, անկախ նրանից թե նա ով է, եթե զգաս, որ այդ արտաքին ուժի ներգրավվածությունը քո երկրում արդեն խարխլում է քո, ինչ ասեմ, քո էությունը, լավ, մի քիչ բարձր վերցնենք։ Այն ավելի ցածր օղակների մասին չխորհում, արդեն խարխլում է քո էությունը։ Դու իմունիտետ ունես պայքարելու դրա դեմ։ Հա, ես կարծում եմ, իմ կարծիքով ինքը մեզ ստանում է իր գործողություններն այսօր տանում են նրան, որ մենք կարող է հայտնվենք ադրբեջանական վերահսկողության տակ։
Եթե օրինակ առաջ շատ էին խոսում, որ մենք գտնվում ենք ռուսական վերահսկողության տակ, մենք կարող է հայտնվենք ավելի ցածր ադրբեջանական վերահսկողության տակ։ Անկամ ոչ թուրքական։ Հա, անկամ ոչ թուրքական։ Դե հիմա ասենք թեկուզ թուրքական, բայց կարող ենթադրենք անգամ ոչ թուրքական, օրինակ, չգիտեմ, փոքր եղբորն ասելա տիրություն արա այս տարածքում, այսինքն կենցաղայնացնենք։ Որևէ պարագայում ինձ համար դա ընդունելի չի։ Ոստեղ հարց առաջանում, երբ որ քաղաքական ուժերը խոսելով արտաքին վեկտորների մասին ու մեծամասամբ ոչ ամբողջությամբ, բայց չխոսելով ներքին իմունիտետի կայացման մասին, իրանք ինչ են ակնկալում այս հասարակությունից, որ կարողանան Նիկոլ Փաշինյանին հեռացնել։ Հիմա ես կներես, ասում ես Կարաբլյանն աբալ, ես գիտեմ, որ դու վերջի մի տարվա ընթացքում մենք այդ թեմայով բազմիցս խոսել ենք, համառորեն տեղ-տեղ մենակ Ազատության հրապարակում ակցիաներ ես իրականացնում, ինչ որ օրակարգ ես առաջարկում ընդդիմադիր բոլոր ուժերին որպես համախմբման, այսպես բան, հիմք է, եզրույթ։ Մեր հերթադիտողի համար կասես ինչ օրակարգ ես առաջարկում։ Ինձ մի անգամ մի քիչ տես նեղացած ասացին, ես չեմ հասկանում, դու հիմա իշխանության դեմ ես խոսում, թե ընդդիմության դեմ ես խոսում։ Ասացի, ես խոսում եմ ընդդիմության դեմ, որտեղ իշխանությունից սպասելիք չունեմ, այսինքն սպասում եմ իրանից ինչ-որ մի բան, բայց այն չէ, ինչ-որ ես ուզում եմ։ Իսկ ընդդիմությունից ակնկալիք սպասելիք ունեմ իր հավաքականության մեջ, ոչ թե առանձին կուսակցությունների կողմից, հա։ Ինչ եմ իրանցից սպասում, որ իրանք կարողանան այնպիսի խոսույթ գեներացնել, որպեսզի հնարավոր լինի համախմբել այս ժողովրդին ինչ-որ հարցի շուրջ, դրանով հնարավոր լինի հեռացնել այս իշխանությանը, բայց ինչը շատ կարևոր է իմ համար, առավել դրանից կարևոր է, որպես ոչ թե հետևանք, այլ նախաբան, որ Նիկոլ Փաշինյանից հետ եկողը նմանը չկարողանա լինել։ Նման լծակներով, հնարավորություններով օժտված չլինի։ Հիմա ակցիայի նպատակը ինչու՞մն է կանում։ Ես գտնում եմ, որ դա հնարավոր է իրականացնել միմիայն սահմանադրական փոփոխությունների միջոցով։ Ու ընդդիմադիր ուժերին կոչ եմ անում համախմբվել ոչ թե Նիկոլ Փաշինյանին հեռացնելու շուրջ, այլ միայնձնյա իշխանությունը բացառող սահմանադրական փոփոխություններ իրականացնելը որպես առաջնահերթություն ընդունելու հարցի շուրջ, որին հասնելու համար պետք է հեռացնել Նիկոլ Փաշինյանին։ Հա, բայց դու առաջարկում ես օրակարգ, որը պետքա բոլորին միավորի, չէ՞։ Հա։ Սկզբից ընդդիմությանը եւ հետո հասարակությանը այդ ընդդիմության օրակարգի շուրջ, ասենք կարծիքով հասարակությունը իսկապես համարական փոփոխությունների օրակարգի շուրջ կարող համախմբվի այս ընդդիմության շուրջ։ Ուրեմն մոտավորապես 1 տարի արդեն Ազատության հրապարակում է, գրեթե ամենօրյա ռեժիմով, տաքսիայի շրջանակներում ու կասեմ շատ մարդկանց հետ եմ զրուցել, հարյուրավոր մարդկանց հետ եմ զրուցել, հարյուրներով ու այդ հարյուրներով մարդկանց ճնշող մեծամասնությունը միշտ այդ օրինակը բերում եմ, էլի, անգամ գաղափար չունեին այդ հարցի շուրջ, այսինքն ինչի արդյունքում է որ Նիկոլ Փաշինյանը կարողանում է դա անել, շատերն անգամ գաղափար չունեին, որ դատախազին այսօր Նիկոլ Փաշինյանի օգնականն է, այսինքն նման հարցերի շուրջ իրանք չէին էլ խորանում, այսինքն չքաղաքականացված հատվածներ, բայց իմ ոչ պրոֆեսիոնալ մոտեցումով հանդերձ ընդամենը 15-20 րոպե անհատի հետ զրուցելուց հետո մարդը ոչ միայն ընդունում է այդ հարցի կարևորությունը, այլ նաև ընդունում է այդ հարցի առաջնահերթ լինելը։ Ես նորից, այսինքն ընդդիմությունը պետքա բոլորը միասին հավաքվեն ու ասեն, որ մեր խնդիրը ոչ թե Նիկոլ Փաշինյանի հեռացումն է, այլ ընդհանուր մի այնպիսի դրույթների մշակումն է, որով հաջորդ իշխանությունը չի կարող ունենալ միայնձնյա ղեկավար, հա։ Այդ չգիտեմ պրոստը ոնց է պարլամենտական նախագահական կեսանա ինչ սիստեմում է լինում այդ բացատրես հիմա, որը բերելու է որի համար անհրաժեշտ է Նիկոլ Փաշինյանին հեռացնել եւ ինչ իր հերթին բերելու է հասարակության համախմբմանը։ Հա, ինչի համար ասեմ բերելու է հասարակության համախմբմանը։ Որևէ կուսակցություն միշտ էլ ունի քիչ թե շատ հետևորդներ։ Հիմա կարող է մեկ անց կուսակցություն ունի 10 հոգի, չգիտեմ, դաշնակցություն ունի հազարներով, հանրապետականը, եւ այլն, եւ այլն, հա։ Այդ բոլոր հանրույթներին, հետևորդներին բաժանում է մի շատ կարևոր բան։ Իրանք գնում են իրանց կուսակցության խոսույթի հետևից, չգիտեմ, ես դաշնակցական եմ, ուրիշ ոչ մեկ ինձ հետաքրքիր չի։ Ես հանրապետական եմ, ուրիշ ոչ մեկ։ Բայց հիմա էլ է տենց։ Հիմա էլ է տենց։ Ես համաձայն չեմ։ Ես իմ կարծիքն ասեմ, կարող է ես սխալ եմ, դու ես ճիշտ, Նարեկ ջան։ Երբ որ մարդկանց հետ զրուցում ես համակարգային փոփոխությունների անհրաժեշտության մասին, այդ հանակներից մեկի վրա առաջին տողը գրած է միայն Նիկոլ Փաշինյանի հրաժարական
վարչապետի պաշտոնից, ու ինքը այն կոնտեքստում է գրված, որ հնարավոր լինի միջև ընտրություններ, ինչ որ փոփոխությունների միջոցով իրան հեռացնել։ Առաջին տողը կարդալուց հետո ինքը ժամանակագրական հերթականություն է, ոչ թե բովանդակային։ Առաջին տողը կարդալուց հետո մարդիկ ասում են բա ով գա։ Այսինքն այդ անձը նույն կուսակցությունները չեն ուզում անձի հասկացությունը մարդկանցից հանել տարբեր օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով։ Այսօր բոլոր քաղաքական ուժերը, լավ, որ ասում ապահովության համար, ասենք մեծամասնությունը փորձում են հասարակության ուշադրությունը գրավել իրենց վրա։ Մեկի մոտ մի քիչ շատ է ստացվում, մեկի մոտ մի քիչ քիչ է ստացվում, հասարակություն դառնում է բևեռացված։ Այսինքն անձի գործոնն է դառնում։ Այ հասարակությանը բևեռացրել է Նիկոլ Փաշինյանն իր խոսույթով իսկ ընդդիմությունը այսօր չի օգնում այդ բևեռացմանը։ Երբ որ իրանց ամբողջ խոսույթը մենակ այնա, որ Նիկոլ Փաշինյանը պետք է գնա։ Չէ, ամբողջ խոսքը չի այդ։ Ես էլ եմ այդպես քննադատում մեկու մեջ, բայց հիմա ինձ վերցնեմ ընդդիմության պաշտպանողի դերակատարությունը։ Թեկուզ մեծամասնության մասով 2021, 22, 23, 24 թվականների մենք գրեթե ամեն տարի ընդդիմանիր շարժում ենք ունեցել։ Այդ ընթացքում այն որ ասում են ժողովուրդ դուրս չեկել, չէ ժողովուրդ դուրս եկել է, այնուամենայնիվ, ինչ որ չափով, ինչ որ բանով, դե իհարկե ամենաշատը սրբազան շարժման ժամանակ է դուրս եկել, սա մեկ։ Երկրորդը, բոլորն էլ ասել են ուրեմն, չգիտեմ, անցումային կառավարության ստեղծման անհրաժեշտության մասին, Փաշինյանի հեռացումից հետո ազատ ընտրությունների կազմակերպման մասին, մյուսի մասին եւ այլն։ Բայց այն ինչ որ դու ես առաջարկում, որ ստեղծել սահմանադրական նորմեր, որով իշխանությունը չի կարող ուղղաձիգ լինել, սա նաեւ ենթադրում եմ քեզ պատասխանելու եմ, որ քաղաքագիտական չի, որովհետև պետության համար կարևոր է կենտրոնաձիգ կառավարումը, ճգնաժամերի լուծման մեխանիզմների առկայությունը, հասկանում ես։ Ես միջև այդ հարցին պատասխանել այդ բևեռացման հետ կապված երկու դրվագ ասեմ, ես միշտ 4 կարևոր դրույթ եմ առանձնացնում, որ ընդդիմությունը իր հնարավոր էլեկտորատին բաժանում։ Առաջինը Արևմուտք ու Ռուսաստան։ Այսօր կարող է մի քիչ քչացել այդ խոսույթը, բայց ինքը շատ էլի մեծ է։ Այսինքն որևէ քաղաքական ուժ բռնում է որևէ արտաքին ուղղվածություն ու փորձում է գնալ այդ ուղղությամբ։ Այս փուլում դա շատ կարևոր է առհասարակ, բայց այս փուլում ես դա համարում եմ պարակտիչ, եթե բոլորի նպատակը Նիկոլ Փաշինյանի հեռացումն է այսօր։ Երկրորդը ներողություն, ես արևմտյան ուժ չեմ ճանաչում, որ Նիկոլ Փաշինյանի հեռացնելու կողմնակից է։ Առնվազն խոսում են դրա մասին, ասենց ասեմ։ Բևերը օրինակ, մտքիս ինքը եկավ առաջինը։ Չեմ կենտրոնում։ Մտքիս ուղղակի զուտ ինքը եկավ առաջինը մտքիս։ Երկրորդը այդ նույն նախկին ներկա թեման, որ ամբողջ ընդդիմադիր դաշտը, իս օրինակ ես ինքս խիստ բացասական կարծիք ունենալով մեր նախկին 3 իշխանությունների մասին էլ առնվազն այն մասով, որ իրանց քաղաքականության արդյունքում ենք այսօր հասել, թեկուզ հնարավոր է չցանկանալով, բայց իմ համար խորհուրդ է, ինչ նշանակում նոր ուժը չի համագործակցելու նախկին իշխանական ուժի, դա ինչ է նշանակում։ Կարող է մեկը բացատրություն ունի, իմ համար այդ բացատրությունները միջև։ Դե ասում են հասարակության այնքան են վախացել նախկին ներկաներով, որ ծնվում է, որ չասեն, ահա, սրա հետ է կապված, նա հետ է կապված, ասում են ապրել։ Իսկ ինչ ես առաջարկում, որ այդ նույն նախկինը պատրաստ լինի քո հետ համագործակցի։ Դրա շարունակությունը հաջորդն է, ես ճիշտ եմ, Նիկոլ Փաշինյանը սխալ է, Նիկոլ Փաշինյանը ճիշտ է, բոլորն էլ ասում են պիտի գնա, բայց յուրաքանչյուրն ասում է պիտի գաս ինձ ընտրես։ Ինձ թվում է այսօր դրա ժամանակը չի։ Ու մյուսն էլ ես ճիշտ եմ, այն մնացած բոլորը սխալ են։ Բա ինչ ասեն, գնացեն ես սխալ եմ, բոլորը ճիշտ են։ Չէ, հիմա գալով այդ քո հարցի հետ կապված, որ իշխանությունը պետքա լինի ուղղաձիգ, ուրեմն երբ որ իշխանությունը ուղղաձիգ է լինում, հավանականությունը մեծանում է, որ ներքևի կառավարման համակարգի պաշտոնյաները միշտ նայում են վերև, որտեղ վերևին իրան կարա թե գործից հանի, թե գործի նշանակի։ Այդ պարագայում այդ մարդու պրոֆեսիոնալիզմը միշտ է կասկածի։ Այո, դրա համար կան ընտրովի պաշտոններ, կան նշանակովի հայեցողակարգային պաշտոններ։ Օրինակ քաղաքացիության պայմաններում մարդիկ շատ ավելի ապահովված են եւ իրենց աշխատանքից անելը այդքան էլ հեշտ բան չի, այսինքն իրենք անդատական process-ներով բազմաթիվ օրինակներ կան, որ վերականգնվել են իրենց աշխատանքային պարտականություններում, հա։ Սա մի հատվածն է, երկրորդ հատվածն էլ դրանք սոտիկի հայեցողակարգային պաշտոններն են, որոնք որ հիմա ասենք կներես, ես հանրապետության նախագահն եմ, օրինակ նշանակել եմ, ասենք նախարար, հա, այդ նախարարին հանելու իրավունք չունենա։ Ես շեշտս դնում եմ դատաիրավական համակարգում արդեն նշանակումներ անել, չանելու ու եւ նաեւ մյուս սանուդրական պաշտոն, այսինքն դատախազ, դատավոր, մարդու իրավունքների պաշտպան, այն որոնք իրապես պետք է անկախ լինեն։ Դե մարդու իրավունքների պաշտպանող պետք է ընտրի, այս բան պարլամենտն է ընտրում, ով պետք է ընտրի, ժողովուրդը։ Այս բան պարլամենտն է ընտրում։ Այո։ Թղթի վրա գրած է պարլամենտն է ընտրում, պարլամենտն է ընտրում։
Չէ, դա իշխանության մեծամասնությունը առաջարկում է, մեծամասնությունը քվեարկում է։ Այսինքն, եթե այսօր մեծամասնություն Եթե դա է նկատի ունեցել։ եթե այսօր մեծամասնություն ունեցավ ԿՊ-ի ղեկավարի որոշմամբ նշանակվելու, որտեղ էլի գալիս եմ այն մտքին, որ մեր հասարակությունը անձերի հետևից է գնում, ոչ թե անձի հետևից եկողների։ Իսկ կարանք բացառենք այն հնարավորությունը, որ առանձին վերցրած որևէ քաղաքական ուժ մեծամասնություն չունենա խորհրդանում։ Բայց պարագայում կառավարումը ինչպես է իրականանալու։ Կոալիցիոն, ինչու՞ չէ։ Իսկ կոալիցիոն կառավարությունները ճգնաժամային կառավարություններ չեն։ Այստեղ գալիս եմ մյուս հարցին։ Տեսեք, ես շեշտեցի ու կներես 1000 անգամ հաշվի առնելով հայաստանյան եւ հայկական մենթալիտետը, մենք ունեցել ենք կոալիցիոն կառավարություններ, էլի, երկրի ղեկավարին, ով որ է այդ անձը կարևոր չի, նստած մարդը, երբ որ ինքը ունի ուժայինների նկատմամբ տոտալ վերահսկողություն, նաեւ այդ առումով անգամ կոալիցիոն կառավարության պարագայում շարունակում է կենտրոնաձիգ աշխատել, էլի։ Շատ լավ ասեցիր, ուժայինների վրա վերահսկողություն ունի, ուրեմն այստեղ գալիս եմ այն հարցին, որ երբ որ այդ նույն սահմանադրական պաշտոնների նշանակված մարդիկ ի սկզբանե կախվածություն չեն ունենում մեկ մարդուց, օրինակ, ոչ թե քաղաքական մեծամասնությունից կախվածություն ունենում, այլ խորհրդանից են կախվածություն ունենում, երբ որ ես մեծամասնության կոալիցիոն կառավարության մասին եմ խոսում, ես ոչ թե իրան ընդունում եմ որպես հենք որ վсё կոալիցիոն կառավարությունը ամեն ինչ լինում, հա, այլ շեշտը դնում եմ նրա վրա, այլ որ անգամ այդ կոալիցիոն կառավարությունը իր հերթին պետք է հնարավորություն չունենա առանց ընդդիմության ձայների նույն այդ պաշտոններում մարդկանց նշանակումներ անի։ Այդ պարագայում, եթե անգամ կոալիցիոն սահմանադրական մեծամասնություն դրույթը պետք է հանվի, ճիշտ եմ հասկանում։ Թույլ չտրվի սահմանադրական մեծամասնություն, այսինքն ինչի նկատի ունեմ, որ որևէ անգամ կոալիցիա միայն իր ձայներով պետքա չկարողանա։ Ուսումնասիրել ես միջազգային պրակտիկան այդ առումով։ Եթե խոսքը արհեստականորեն նման սահմանափակումներ դնելու մասին է, ես չեմ հանդիպել։ Բայց ինձ դա չի հետաքրքրում։ Այստեղ հարցը նա, գիտես ինչու՞մն է։ Ես շեշտս դնում եմ միայնակ կառավարման բացառման վրա։ Այդ թվում նաև որևէ կուսակցության, եթե խոսքը գնա նրա մասին, որ օրինակ որևէ կուսակցության մեջ ժողովրդավարությունը, այդ կուսակցությունը հասավ իշխանության, անգամ այդ պարագայում չեն բացառում։ Կար ժամանակ հետո այդ կուսակցությունից դուրս եկած երկրի ղեկավարը այս հնարավորություններով կարող է էլի ենթարկեսնի իրեն։ Իհարկե ուզում եմ հիշեցնել, որ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի վարչապետն է, ու մենք այս պահին խոսում ենք մի բանի մասին, որի հիմնական նախապայմանը Նիկոլ Փաշինյանի հեռացումն է, որը այս պահին, այսպես ասենք, ճակերտներով մեզ չի սպառնում, հա, բայց տեսական խոսակցությունից հետաքրքիր դրա համար եմ տեսական խոսակցությունը, տեսական խոսակցությունը հենց դրան է ուղղված։ Ուզում եմ հասկանամ, բայց ճգնաժամները ո՞նց եք լուծելու։ Ճգնաժամ, քաղաքական ճգնաժամ։ Ինձ ավելի հետաքրքիր է պետական ճգնաժամի մասին։ Պետ քաղաքական ճգնաժամ, բնա պետական ճգնաժամ։ Ներողություն, ես ըստեղ իմ կարծիքը հայտնեմ ու չհամաձայնվեմ, ես այսինքն ասեմ ինչի նկատի ունեմ պետական ճգնաժամ։ Քաղաքական ուժերը կարան չհամաձայնվեն իրար հետ, օրինակ չգիտեմ, խորհրդանու կոալիցիա կազմելու հարցում ու խորհրդանը ցրվի։ Իմ մոտ միշտ հարց առաջանում, եթե այդ խորհրդանում իրար հետ չեն կարող համաձայնության գալ անգամ կառավարություն կազմելու համար, ներողություն խորհրդանը ցրվի, դրա ճգնաժամը ո՞րն է։ Թող այնքան ցրվի, հավաքվի, միջև որ այդ խորհրդանը սկսի աշխատել։ Երկրի կառավարումը քաղաքացիների հոգսերի հարցը օրենսդրական բարեփոխումների մյուս իսկ քո ասածով մենք մոտավորապես եթե հաշվի առնենք ընտրական process-երը նախընտրական շրջանը բանը 3 ամիսը մեկ տեսականորեն կանանք նոր parlamenti ընտրության առաջ կանգնենք։ Parlamenti շոկը հասկանում ես երկրի համար ինչքան է։ Հա, հասկանում եմ, բայց այդ շոկով նախ պետք է անցնել իմ կարծիքն է, բայց ես կարծում եմ այդ շոկը շատ ավելի մեղմ կլինի ոչ թե այն հարցով, որ այն մարդիկ, ովքեր իրանց պաշտոնում պետք է իրանց գործը անեն, նայեք տեսեք, նույն սոցիալական, տնտեսական հարցերով, այսինքն ունենք տեղական ինքնակառավարման մարմիններ, որոնք նաև ընտրություններով են անցնում, չէ՞, այսինքն իրանք ժողովրդի կողմից տրված մանդատ ունեն ու կախված չեն նույն խորհրդանի ցրվել հավաքվելուց օրինակ, ասենք նման պարագայում, երբ որ օրինակ պետական կառավարման մարմինը, այդ թվում դատաիրավական համակարգի կառույցները իրանք որոշակի անկախություն ունեն ոչ թե օրվա երկրի ղեկավարից, որ օրինակ այսօր Պողոսն է երկրի ղեկավարը, ինքը որ հանգարց փոխվեց, ամբողջ դատաիրավական համակարգը կարող է գլխի վրա շուռ գա։ Այսինքն այդ պարագայում, երբ որ դատաիրավական համակարգը այտենց մեծ կախվածություն չունի օրվա քաղաքական վերնախավից, ներողություն, ես այդտեղ ոնց որ չեմ կարծում, որ լավ հավանականությունն ավելի քիչ եմ համարում, որ այդ նույն դատաիրավական համակարգում, այդ նույն սահմանադրական անկախ պաշտոններ, անկախ կառույցներում կլինի որոշակի այտենց վերի վարումներ։ Հնարավոր է լինի, բայց քիչ հավանական է, քան որ այսօր, երբ որ ուղղաձիգ կառավարություն է։ Այդ առումով օրինակ ես այդ տեսակետին եմ, եթե որևէ քաղաքական ուժ
պատրաստ չի համագործակցել այլ քաղաքական ուժի հետ որոշակի զիջումներ գնալու ու կարևոր չի որ մեկն է շատ ձայն ունի, որ մեկը քիչ։ Այդ նույն քաղաքական ուժը առնվազն շատ կարճ ժամանակ հետո ցանկություն չի ունենալու նաև համագործակցի քաղաքացիների հետ, որոնք առավել եւս կարող են իրեն դեմ լինել։ Լավ, քանի որ եթերային ժամանակը կամաց մոտենում ավարտին, այս թեմայով դու քաղաքական ղեկավարների հետ ընդդիմադիր կամ ներկայացուցիչների հետ ինչ-որ զրույցներ, կոնսուլտացիաներ ունեցել ես, քննարկումներ։ Ես ասացի մի տարի ազատության հրապարակում եմ, միջև հետ էլ մոտավորապես տարի ու կես 1001 հետ զրուցել եմ, հիմա երևի իմաստ չի ունենա անուններ տալ։ Անունները հետաքրքիր չի, տեսակետներն Ձեր շատ հյուրերի հետ էլ նաև այդ հարցերի շուրջ զրուցել եմ։ Մի մասը կարող է նաև որպես սկզբնական շրջանում ավելի անփորձ եմ եղել, չի համաձայնվել, մի մասը համաձայնվել է, բայց չի խոսել դրա մասին, այսինքն ընդունել ահա որ դա կարևոր է, բայց առհասարակ դրա մասին անգամ ակնարկ չի արել։ Տեսակետները տարբեր են, հատկապես սկզբնական շրջանում, երբ որ այդ Արցախի հարցը կար, այդ շրջափակում եւ այլն, կամ այդ 22 թվականից սկսած 21-ից սկսած 22 անընդհատ այդ բախումները ինձ ինչ էին ասում էին նախ մենք ունենք շատ ավելի անվտանգային հարցեր, քան դա օրինակ դա հասարակությանը չի հետաքրքրի։ Նախ առաջինը հասարակությանը իմ համար առնվազն ավելի մեծ անվտանգային հարց է, թե կառավարության շենքում նստած մարդը ով է։ Ի վերջո, երբ որ խոսում եք բանակից, տնտեսությունից եւ այլն, պիտի հասկանաք, որ օրինակ այսօր ունենք Նիկոլ Փաշինյանը։ Ու վաղը կարա լինի հաջորդ Նիկոլ Փաշինյանը, օրինակ, չգիտեմ, օրինակ Սերժ Սարգսյանից երբ որ բոլորը բողոքում էին, պատկերացնում էին, որ գալու է Նիկոլ Փաշինյանը, ես չեմ հիշում տենց բան։ Երկրորդ հարցը, երբ որ ասում են ժողովրդին չի հետաքրքիր, իսկ ով է ժողովրդի հետ դրա մասին խոսում որպես առանցքային հարց։ Դու նկատել ես առնվազն միջև այս համարյա նախընտրական շրջանը, որտեղ կան սկսել են մարդիկ խոսել, միջև է դու ոնց որ ավելի ոնց որ տեղեկացված մարդ շատ ես լսել, ես չեմ լսել, ես որպես շատ հետևող այդ հարցին, ես չեմ լսել։ Այսինքն ու ի՞նչն է պատճառը, որ դուք չեք խոսում, որ կարողա դուք գաք վաղը չեմ մյուս օրը այդ խմորեղենի ձեր բաժինը վերցնեք։ Չէ, մի քիչ կարող ծայրահեղացնում ես, ուղղակի մարդիկ այս բային էլի ընդհանրապես առաջնային հարցերը դա չեն համարում առաջնային հարց։ Առաջնային հարց համարում են այն, որ իրանք պետք է գան մեր բոլոր խնդիրները լուծեն։ Ու ես պարտավոր եմ վստահ եմ, որ իրանք գալու են բոլոր խնդիրները լուծեն։ Ոչ իմ պարտավոր չես, ոնց որ պարտավոր չէ, երեք պատարակի տեղը տակսեն կատարել։ Չէ, ես ասեմ, նկատի ունեմ քաղաքացին պարտավոր է իրան վստահի ու գնա իրան ընտրի։ Ես վահանակներից մեկի վրա հարցերով եմ հանդես գալի, առանցքային հարցեր է կոչվում ուղղված քաղաքական իշխանության ձգտող քաղաքական ուժերին։ Հարցնում ասում եմ, որտեղ երաշխիքը, որ գաք ինձ չէ խաբելու։ Գալու եք ձեր խոստումները կատարեք։ Երկրորդը մի քիչ նմանեցնում եմ, բայց խորը տարբերություն կա, որտեղ երաշխիքը, որ դուք կգաք, անգամ կցանկանաք ձեր խոստումները կատարեք։ Ինչքան ուզում ես փող ունեցի, կամ ինչքան ուզում ես միջև է համբավ ունեցի։ Իշխանությունը փչացնում է։ Իմ հավանականությունը մեծ է, որ դա կարա տեղի ունենա։ Կամ օրինակ, որտեղ է այն սահմանը, որ դու գաս հասկանաս դու այլևս ի վիճակից ես քո խոստումները կատարել, հələ չեմ ասում ծրագիրը, խոստումները դի կատարած ես ու հրաժարական կտաս։ Ու վերջին ամենակարևորը, որի վրա իմ ամբողջ խոսույթը ձևավորվում է։ Դու այսօր ինչ լծակ ես պատրաստ տաս ինձ, այդ նույն միայնային իշխանության սահմանափակման շրջանակներում։ Ինչ լծակ ես պատրաստ տաս ինձ որպես քաղաքացի, երբ որ դու վաղը գաս օրինակ ոչ թե քո ծրագրերի 30 կամ 40%-ը կատարես, այլ օրինակ գաս որոշես, որ Սյունիքի մարզը հաջորդը պետքա լինի Նիկոլ Փաշինյանի փոխարեն, օրինակ չգիտեմ, ներողություն, ասացիր վերջանում, բայց այդ հարցին էլ անդրադառնամ էլի։ Օրինակ ես ինչ եմ անելու, երբ որ էլի ամբողջ ուժային կառույցները քո ձեռքում լինի։ Այսօր ընդդիմադիր ուժերը շատ-շատերը մեծ հենք են դնում արտաքին քաղաքականության վրա։ Իմ տեսակետը այդ հարցի շուրջ որպես շարքային քաղաքացի, ով ինֆորմացիա չի դիրապետում, հետևյալն է։ Այսօրվա անվստահության պարագայում երկրում տիրող օրվա իշխանությունից որևէ ընդդիմադիր քաղաքական ուժ չի կարող հստակ ասել, թե ով է բերել, ով է օգնել, որ գա իշխանության Նիկոլ Փաշինյանը, խոսքս արտաքին ուժերի մասին է, ով է հովանավոր Նիկոլ Փաշինյանն այսօր, հա, ու ինքը գալու դեպքում արդյոք, եթե դու ի սկզբանե չգիտես, հա, ու Նիկոլ Փաշինյանը ինչ պայմանավորվածություններ ունի, անգամ կարող է եւ գրավոր։ Ի վերջո Նիկոլ Փաշինյանը մեր անունից է խոսում, ուզենք թե չուզենք աշխարհի մոտ։ Հիմա երբ որ դու օրինակ պայմանական ռուսամետ քաղաքական ուժ ես, նույնը կարող ասեմ արևմտամետ կամ չգիտեմ դե թուրքամետ ոնց որ այսօր ավելի քիչ է չնայած կամաց հայտնում են հա նույնը կարող ասեմ արևմտամետ ուժերի մասին էլի երբ որ դու գալիս ես ասում ես ես գալիս եմ Ռուսաստանի հետ իմ հարաբերությունները խորացնեմ
Իսկ եթե եկար, պարզվավ փակ սենյակներում, դու այն ինչը որ Նիկոլ Փաշինյանին էին ասում, որ ինքը պետք է անի, արդեն դու պետք է անես։ Վաշի դեստը։ Հա, ասեն ինչ ես անելու։ Այսինքն դուք ի սկզբանե այդ տեսակետը հայտնում եք, թե ձեր ամբողջ հույսը այն է, ես իհարկե պնդում չեմ անում, կարծիք եմ հայտնում, թե ձեր ամբողջ հույսը այն է, որ օրինակ վաղը դուք գալու եք, ավելի լավ հարաբերություններ ունենաք ու տենց, չգիտեմ, ձեր համար մի քիչ լավ լինի, փորձեք մի քիչ հետ բերեք։ Այսինքն միտքս ավարտեմ, այսինքն ես ինչի համար եմ կարևորում հենց այդ սահմանադրական փոփոխությունների հարցը։ Միակ բանը, որ հստակ կարան ասեն քաղաքական ուժերը գալու դեպքում ինչ են անելու, դա երկրի ներսում խաղի կանոնների փոփոխության հարցն է։ Արտաքինի հետ կապված ոչ մեկ ոչինչ չի կարող հստակ ասի։ Ես խնդրում եմ դա ընդունեք առաջնահերթություն։ Դրանով վստահաբար ավելի հեշտ կշահեք հասարակության վստահ։ Եթե ես ասեմ ես ասած եմ ոչ թե առանձին քաղաքական ուժի մասին է խոսքը, որտեղ առանձին քաղաքական ուժ հաջողության չի հասնելու դրանով, վստահ եմ ասում, այլ քաղաքական ընդդիմադիր ամբողջ քաղաքական ընդդիմադիր համայնքի մասին է։ Այն բոլոր ուժերը, ովքեր ասում են մենք ուզում ենք գանք Նիկոլ Փաշինյանի փոխարեն իշխանության։ Լավ, վերջին կարճած չանց վերջին հարցը ասացի, տեսակետա որ իրավունք ունի գոյություն ունենալու եւ քաղաքական ուժերը կարծում եմ ըստ անհրաժեշտության նպատակարարության պետք է պատշաճորեն նաև այս հարցի հետ կապված խոսեն եւ ցանկացած ակտիվ քաղաքական դիրքորոշում է հանգամանքում, որ ինչ որ լուծում է պարունակում, անպայման քննարկման ենթակա պետք է լինի, որովհետեւ լուծում պարունակող քայլերը, առաջարկները գնահատականները շատ են, լուծման մասին խոսակցությունները իսկապես քիչ են ապագայի օրակարգի մասին։ Անկախ նրանից կարող է այս հարցում համաձայնես, այն հարցում համաձայն չես։ Հայ ջան, վերջին հարցը տամ, որովհետև իսկապես եթերային ժամանակը կամաց մոտենում էր ավարտին։ Մյուս կիրակի հովանավանքում Նիկոլ Փաշինյանը գնալու է պատարական, ինչ որ ծրագիր ունես այդ ամեն ինչի հետ կապված կանոնսես թե չէ։ Նոր իմացա, բայց նախապես երևի հա, ինձ թվում է նորից կփորձեմ։ Բայց անգամ քեզ արդեն ֆիքսած կլինեն, ենթադրում չեն թողելու։ Դե էդ էլ հարցի մյուս կողմն է, այսինքն նրանք ովքեր որ ասում են ապրի լավ երիտասարդեր, իրանք էլ նույն բանն անելու են թե չէ։ Էդ էլ դրանից է կախված։ Բայց զուտ կարճ այդ առաջարկի հետ կապված որ ասում ես, առաջարկս հետևյալն է։ Ձևավորվելիք որևէ որ ավելի հստակ լինի, էլի, ձևավորվելիք որևէ կառավարություն ապագայում պետք է ձևավորվի միայն ու միայն նման փոփոխություններ իրականացնելու, անկախ նրանից ով ոնց է այդ փոփոխությունը պատկերացնում եւ շատ կարճ ժամանակում նոր ընտրություն կազմակերպելու, անգամ եթե այդ կառավարությունը ձևավորվել է 2026 թվականի հերթական ընտրությունների արդյունքում։ Առաջարկս կարճ սա է։ Շնորհակալ եմ շատ։ Հրավերություն ցնելու ժամանակ գտնելու մեր տաղավար գալու համար։ Հիշեցնեմ իմ հյուրներ քաղաքացիական ակտիվիստ Հայկ Դորունցը, որ չնայած 1 տարի-տարիուկես ազատության հրապարակում ակցիաներ իրականացնում, բայց լայն հանրությանը շատ արագ հայտնի դարձավ Հովանավանքում Ստեփան Ասատրյանի կազմակերպած ճակերտներով պատարակի ժամանակ իր քաղաքացիական խոսքը ասելու եւ այնուհետեւ լրացվելու այդ սկանդալային միջադեպով։ Կհանդիպենք, մնացեք խաղաղությամբ։